Փարիլուս սիրելիներ, ինչպես եք բոլորդ այս առավոտ, դեր օրհնեց ձեզի, շատ շնորհակալ եմ, անգամ եւս փառք եւ բադիվ մեր Տերոջ, որ անգամ եւս մեզի կյանք տվավ, շունչ տվավ, արիթ տվավ անգամ եւս միանալու միասին, չէ՞։ Տերոջը սրտին որքան ուրախություն է սիրելին եւ իր աշակերտները կհավաքվին միասնապար Տերը փառավորելու, իր անունով զինք կովելու եւ զինք մեծարելու, ամեն։ Թող Տերը օրհնեց իր փառաբանությունը եւ իր արժեվ միշտ ընդունելի լա։ Այսօր անգամ եւս ինձ համար մեծ ուրախություն է սիրելիներ։ Տերոջ խոսքը փոխանցել ցեզի։ Ես ամեն անգամ գսեմ ասիգա, խոսողը կփոխվի, բայց խոսքին հեղինակը չի փոխվի։ Սուրբ ոգին նույն ինքն է խոսողը, ինքն է որ մեր մեջ կցանե, ինքն է որ մեր մեջ կչրե։ Բարձրապես խոսողը կնա փոխվի։ Ամեն։ Եկեք բաղ մեր քողները խոնարեցնենք եւ աղոթքի մեջ լանք, պատրաստենք մեր սրտերը այս բանուն Տերոջ արծեւ։ Այս բանուն փածկու սիրտը եւ սեր ուզեմ քեզ լսել այսօր։ Ուզեմ քեզ մեզ ստանալ այսօր։ Այսօր ուզեմ թարմ մանանա քեզ մե։ Դեր այսօր քո արծեւը դենք եւ շնորհակալ ենք անգամ եւս կուզես մեզի խոսիլ այսօր։ Փած խոսքը այս բանուն դեր մեր յուրաքանչյուրին։ Խոսիր մեր սրտերուն, մեր մտքերուն, մեր կյանքերուն դեր, որովհետեւ այսօր ստանանք այնինչ որ ունիս մեզի համար եւ նույնը չվերադառնանք դեր։ Այսօր խոսքիդ գենթանությունը մեր մեջ հայտնվի դեր։ Խոսքիդ զորությունը մեր մեջ հայտնվի եւ թուն փառավորվի դեր մեր կյանքերով։ Քեզի գանցվենք այս բանուն։ Հիսուսի անունով։ Ամեն։ Նախքան սկսելուց կուզեմ Facebook-ի հետևողներուն ողջույն ուղղել։ Շնորհակալ ենք որ հետևիկ ուր որ եք դեր օրհնեց ցեզի եւ թող Տերոջը խոսքը ցեզի հասնի եւ օրհնությունը լա։ Ամեն։ Գիտեք այս տարի դերը մեզի դեսիլք մտավ։ Ով գուզե հիշեցնել։ Լսել ազոցայինը որքան կարեւոր է, չէ՞։ Որքան կարեւոր է Տերոջը ցայնը լսել։ Մանավանդ այս օրերում մեջ։ Այնպիսի օրերում մեջ գաբրինք որ սերներ աղմուկը շատ է։ Ով համացայն է։ Ցայները շատացած են։ Գիտեք երբ կմտածեի, եթե այսքե 100 տարի առաջ երթաս մարդիկ ցայն լսելու համար պետք է թեմ թիմացը լայն, չէ՞։ Ուրիշ կերպ չի գար ցայն լսելու։ Բայց այսօր դարբեր գերբեն կան ցայնը լսելու։ Այսօր մոբայլով մարդոց ցայնը գլսես։ TV-ն կփանաս մարդոց ցայնը գլսես։ Ռադիոն կփանաս մարդոց ցայնը գլսես։ Որ մտածած ես որ ցայները բազմապատկվեցավ մեր կյանքի մեջ։ Շատ հետաքրքրական է սիրելիներ։ Աղմուկով շրջապատված աշխարհի մեջ գաբրինք։ Ամեն դեղեն ցայն գուքա։ Մինչև ժամացույցները սկսան խոսելու այս օրերուն։ Եվ գիտեք հոգևոր աշխարհի մեջ էլ այս մեկի իրականությունը։ Այսօր հոգևոր ցայներն ալ բազմապատկված են։ Այսօր քո մոբայլդ կփանաս եւ հազարավոր քարոզներ գնաս մտի գնել։ Հազարավոր ուսուցիչներ, քարոզիչներ, մարկաներներ ցերքիտ մեջն է։ Բարձրապես գոճակ գողե եւ գլսես, չէ՞։ Իրականություն է ասիգա։ Գիտեք, առաջին տարու եկեղեցին չուներ այս մեկը։ Առաջին տարու եկեղեցին ամեն մեկ քաղաք իր եկեղեցին ուներ, իր ասենք ուսուցիչ ուներ, իր քարոզիչ ուներ, ավետարանի ուներ, իր մարգարեն ուներ, չէ՞։ Եվ վերջ, բայց այսօր մեզի համար մեր արժև շատ բացված է։ Բազմաթիվ քարոզիչներ լսելու, բազմաթիվ ցայներ լսելու։ Եվ ասիկա մեկ կոմեն լավ է, որտեվ քուց եկերուտ մեջ արիթ ունես Տերոջ խոսքը լսելու։ Այսօր եթե նյութի մասին գուզես սերդել, բարձրապես Google-ի վրա թիր եւ քեզ այդ նյութի մասին գելը, չէ՞։ Զանազան ուսուցումներ, փարմը գուզես սերդել բարձրապես թիր ինտերնետի վրա քեզի իմաստը գուտա, քեզի սահմանումը գուտա, definition-ը գուտա։ Փառքաս որ մեր ցերկերում մեջ ասված գարելիություններ դրած է, որ առաջին տարու եկեղեցին չուներ։ Առաջին տարու եկեղեցին չէր գնար մեկ փարմը ամիջապես գիտնալ ուր հիշված է կամ ուր չէ հիշված, պետք է բրբդեր, պետք է մտածել, պետք է նստել, պետք է հարցնել երթար հովիվինքով։ Այսօր պետք չունիս, այսօր հերացանիդ վրա գրնաս գտնել շատ դեղեցություններ, գիտություններ։ Չէ՞, համաձայն եք։ Փառքաստո արդիական կորձիկներով համար։ Սակայն սերներ այսօր գողքին նաև մույս երեսը գա։
որ շատ անգամ անդիգա վտանգ է եւ պատասխանատվություն է մեզի, թե մենք ինչ կլսենք։ Գիտեք, ուր է մեկ գաթի բրենդ մելա, ուր է հազարավոր գաթեր մեջտեղ կան։ Որքան շատ կշատնա բամը, այդքան գեղձը եւ խառնվածը կշատնա։ Համաձայն եք։ Աշանը ոչ որակավորը կշատնա, չէ։ Եթե մեկ հատ կամյան, հավանաբար անիգա լավակույնը լա, բայց եթե 100 տեսակ կա բամը, միշտ կրնաս կասկածիլ, որ մեկը մույսեն աժանը կրնալա, մեկը խառնված, մեջ ուրիշ բաներ կան։ Գիտեք, հոգևոր աշխարհն նույնն է այսօր, որ մեզի գհրամցվի։ Շատ խառնված ցայներ կան, սիրելներ։ Շատ խառնված բաներ կան։ Եվ այսօր ինձ եւ քեզի հարցումը, մենք ինչ կլսենք։ Եվ երբ կլսենք, ինչպես կքննենք։ Արդյոք կքննենք, թե ինչ որ կլսենք եւ գառնենք։ Եվ այսօր անդոր մասին ուզեմ խոսել։ Ինչ կլսես եւ ինչպես կքննես։ Ինչ սկզբունքներ պետք է մենք որթեքրենք սիրելներ։ Երբ մեգումը կլսես, որ հազարավոր կիլոմետր հեռու են, չես ճանչնար, չէ՞։ Չես գիտեր ով է, ով չէ։ Ինչ է իր կյանքը, ինչ է իր կյանքի բդուղը չես գիտեր։ Բայց ան խոսքը որ կլսես, պատասխանատու ես անոր։ Եթե գառնես կամ ոչ։ Եվ ինչպես պիտի քննես։ Եթե բամը լսեցիր, որ վստահ չես, ինչպես պիտի քննես Տերոջ խոսքին համաձայն։ Տերոջ գամքին համաձայն, Տերոջ իմաստության համաձայն։ Այսօր գուզեմ մի քանի սկզբունքներու մասին խոսել սերներ։ Հիմնական երկու սկզբունքի մասին մի խոսեմ, ամեն մեկ սկզբունքը ունի իր ջուղավորումները։ Առաջինը, որ վստահ եմ շատ բարձ է եւ հստակ է, որ արդյոք խոսքը Սուրբ Գրային է։ Շատ բարձ է։ Գիտեք, տասնյակ անգամներ լսած ենք այս մեկը այսպես։ Երբ համը գլսես, նախ քննե թե անիգա Սուրբ Գրային է։ Լավ ինչ կնշանակե Սուրբ Գրայինը լավ։ Ուզեմ մի քանի ասենք գեդեր հիշել ոստեղ, որբեսի մեզ օգնեն, որբեսի մենք քննենք։ Ամեն։ Առաջինը նայր եթե անիգա հիշված է Սուրբ Գրքի մեջ։ Եթե այսօր ուսուցումը գլսես, քարոզումը գլսես, հայտնությունը գուդամեգը քեզի, նախ նայր եթե հիշված է Սուրբ Գրքի մեջ։ Գիտեք, մենք հայ ժողովուրդս գրոնական մթնոլորտի մեջ կաբրինք։ Չէ՞։ Գրոնական խավ մը գա մեր մեջ։ Եվ մեր մեջ շատ բաներ կան, որոնք մենք լսած ենք, սորված ենք միգուցե, որոնք իրականության մեջ Սուրբ Գրքի մեջ չէ հիշված։ Գրանք օրինակներ հիշել, առաջին օրինակ։ Սուրբերու աղոթել, շատ բարձ բան, որ գիտեմ, որ բոլորդ գիտեք, բայց բարձրապես օրինակի համար ուզեմ հիշել։ Սուրբերու աղոթքի մեջ մասին բանը հիշված է Սուրբ Գրքի մեջ։ Երբևիցե։ Օրը Հիսուս խրադեց կամ դվավոյ մենք հրահանգը, որ Սուրբերու աղոթենք։ Ոչ։ Բողոս Սարաքյալ, որ այդքան գրած է նոր ուխտի մեծ մասը, օրը չի հրամայեց, չէ՞։ Ինչ որ ինանով խնդրեք, հորը ցեզ վիդի դրվի, չէ՞։ Շատ հստակ է, բայց ինձ գզարմացնե շատ անգամ, որ որքան մարդ կրնա աստվել այնպիսի մտածումները եւ համոզումները, որ անիգա գառնե առանց քննելու, թե արդյոք Աստծո խոսքը գսե անիգա։ Առաջինը սկզբունքը, որ շատ բարձ է մեզի այսօր, թե նայր եթե անիգա հիշված է կամ ոչ։ Երկրորդ սկզբունքը, մենք Սուրբ Գրային գետին դակ ենք դապագին, գսենք ինչպես պիտի Սուրբ Գրային օրեն պիտի քննենք։ Առաջինը, ասենք եթե հիշված է։ Երկրորդը, նայր եթե գահագասե Սուրբ Գրային ճշմարտությանը։ Ասա շատ կարևոր է։ Օրինակ հիշեցինք Սուրբերու աղոթքի մասին։ Գա ճշմարտությունը, որ հայտնված է Սուրբ Գրքի մեջ, որ կրնա հագասել այս համոզումին։ Աստծո խոսքը ինչ կսե։ Մեկ միջնորդ կա Աստծո եւ մարդոց միջև, ով է անեալ Հիսուս Քրիստոս մարդը։ Գիտեք ինչ հստակորեն Աստծո խոսքը գահագասե այս վարդապետության եւ այս ուսուցումին, որ մենք Սուրբերում պետք է աղոթենք։ Շատ հստակ է։ Գիտեք շատ անգամ բաներ կա, որ համոզված ենք, որ սխալ է, բայց չենք գիտեր ինչու։ Գսես ոչ սխալ է ասիգա, ճիշտ չէ։ Լավ ինչու գիտես արդյոք։ Գրնալա չես գիտեր։
ինչ է այն սուբկրային ճշմարտությունը, որ գուքա եւ անոր թեմ կգենա։ Պետք է գիտնանք սիրելներ։ Բավարար չէ բամը մերժես, որովհետեւ քու հովիվը դասավ քեզի։ Բայց դու պետք է գիտնաս ինչ է Աստծո խոսքին իմաստությունը, ինչ է Աստծո խոսքը, որպես հագարակ կեցող ինչ կսե։ Անորաբան նայր եթե հիշված է կամ ոչ եւ նայր եթե կհագասե սուբկրային ճշմարտություններով։ Ուրիշ օրինակ մանենք հոգեհանգիստ։ Լսած եք հոգիներու վրա աղոթել, որովհետեւ հանգստանան։ Այսպեսի բան հիշված է Սուրբ Գիրքի մեջ։ Երբեք։ Գա ճշմարտությունը Սուրբ Գիրքի մեջ, որ կհագասե այս իրականության։ Աստծո խոսքը գսե մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել եւ ատկե վերջ հոգեհանգիստ։ Չէ, Տադաստան։ Սենը Տադաստանի օրը աղոթներ պիտի չմատուցվին մարդոց համար։ Տադաստանի օրը նավին թուրը կոծված է։ Եվ Աստծո խոսքը մեզի շատ հստակ կներկայացնի այդ մեկը, չէ՞։ Գտեսնենք ինչպես սիրելիներ համոզումը, վարդապետությունը, որ ոչ թե միայն չէ հիշված, այլ Սուրբ Գիրքը կհագասե իր ճշմարտություններով եւ իր ուսուցումներով։ Եվ երբ այս իրականության արժեք ու կասիրներ հոն վերջագետ կրնացնել դու այդ նյութին։ Եվ Աստծո խոսքը չէ հիշած, եւ կհագասե, անիկա վերջացած է։ Եվ անորամար մեզի հարկ է, որ այսօր եւ կլսես բամը բրբդե եւ քննե։ Մանավանդ եւ բամը գսկաս, որ վստահ չես, կնա եւ քննե։ Մի նայր ով է խոսողը։ Գուզամ ասի ասել, մի նայր ով է խոսողը։ Գիտեք շատ անգամ դժբախտաբար մարդիկ կգապվին ավելի քարոզիչին, քան Աստծո խոսքին։ Շատ ավելի իշխանություն կուտան անցին քան Աստծո խոսքին։ Ասիկա ցավալի իրականություն է։ Մանավանդ եթե այդ անձը քո կյանքիդ մեջ իսկապես լավ բդուղը ցկած է։ Քեզ իրան օրդություն եղած է։ Չեմ գիտեր, անցնաբես իր մե օրտնված ես, շատ կսիրես իրան։ Կամ նույնիսկ չես ճանչնար իրան, բայց իր գերբը խոսելու գերբը կսիրես, իր անձնավորությունը կսիրես, հաջող մտիկ կնես։ Եվ ամիջապես քո ամբողջ ասենք ֆիլտրները վար գարնես եւ ամեն գերբով իրեն մտիկ կնես, ինչ որս է։ Համոզված ես, որ չի գրնալ սխալել։ Ասի սխալ է սիրելիներ։ Որքանալ թիմացինը դերոջը ծարանը լա, ասի լավ գիտի որ մարդ է ինքը։ Եվ գրնա սխալել։ Ես բաներ համոզված էի ասկե 10 տարի առաջ, այսօր չեմ համոզված ամոց։ Եվ գրնա եթե 10 տարի առաջ կարոզեցի, դարբեր բամը կարոզեցի, չէ՞։ Որը մարդ եմ։ Միտքս նորոգված է այսօր, նույնպես չէ, ինչպես ասկե 5 տարի առաջ կամ 7 տարի առաջ կամ 10 տարի առաջ։ Գիտեք, շատ անգամ ես Սուրբ Գիրքի մեկնություններ կգարթամ, commentaries։ Բաներ գա իսկապես կօգտվիմ, բայց դեղեր գա գսեմ, ասի գսկամ, որ իր գարձիկներ, մարդկային բաներ, եւ չեմ առներ անիկա։ Ամբողջովին զանց չեմ աներ այդ մեկնությունները, որովհետեւ մեջը բամը գա որ չի սիրեցի, բայց ուսկուշ կլամ, թե ինչ որ դերոճմենը ներշնչված է գարնեմ եւ ինչ որ չէ ոչ։ Նույնպես մենք պետք է մոդենանք։ Չնայած ով է կարոզիչը, որքան գսիրես, որքան չես սիրեր, միշտ սկուշ եղիր եւ սկաս եղիր։ Եվ եթե բամը վստահ չես կնա բրբդե։ Կնա նայր Աստծո խոսքը ինչ կսե։ Եվ հանգարց չլա որ անոր մեջ հագասական բամը լա։ Երրորդ սկզբունքը նայր եթե Սուրբ Գրքի ընդհանուր հայտնության հետ համաձայն է։ Անկամ եւս ասեմ, նայր եթե Սուրբ Գրքի ընդհանուր հայտնության հետ համաձայն է։ Գիտեք շատ անգամ գբադահի օրինակ կարոզիչ բամը կարոզը եւ համարով կարոզը։ Բայց նորեն կսկան որ բամը գաբագասը մեջը։ Գիտեք Սուրբ Գիրքի մեջ նյութեր կա որ շատ բարձ է։ Գրնաս համարով մա գիտնալ օրինակ միջնորդի բարականի ինչպես խոսեցանք մեկ միջնորդ կա մեր եւ Աստծո միջև շատ բարձ է։ Սակայն նյութեր կա որ շատ բարձ չեն սերն շատ խորունգ են։ Մեջը ուրիշ հերավորություններ կան։ Օրինակ փրկության նյութը շատ խորունգ նյութ է փրկությունը, չէ՞։
Այսօր բամը մտածել մարդ ինչպես կփրկվի։ Հոգևոր իրականության մեջ ինչ կդառնա։ 100% չենք տեսներ, չէ՞, համաձայն եք։ Բայց անոր բդուղը կտեսնենք։ Խորունկ նյութն է ասիգա։ Չես կրնար մեկ համարի վրա սահմանել ինչ է փրկությունը։ Գիտեք, Հռոմայեցիս 10:13-ի մեջ օրինակ կսե, ան որ դերոջ անունը գան չէ, պիտի փրկվի։ Օրինակ մա, եթե ես այս համարին վրա հիմնվím եւ ասեմ փրկությունը այն բահուն գլա, որ թուն բարձավես դերոջ անունը գանչեցի։ Տեր Հիսուսը սիր փրկվեցար։ Աստծո խոսքը գսեգոր, ահա բացիկ ես քեզի ներգայացուցի եւ թունը սիր այո ճիշտ ես, օքեյ, Տեր Հիսուս փրկվեցանք։ Գավադակ որ այն սատ բահուն փրկվեցավ, բարձավես Տեր Հիսուսը սա։ Չէ, բայց Աստծո խոսքը սա։ Աստծո խոսքը մեզի մեկ հայտնություն մտավ փրկության նկատմամբ։ Եվ եթե երթանք եւ գարտանք այդ հատվածը, պիտի տեսնենք, որ Պողոս Արաքյալ գխոսի, թե Աստված խդրություն չի տներ հույնին, հրիային եւ հեթանոսի մեջ։ Այլ խոսքով հույնը գանչեց դերոջը, կրնա փրկվել, եթե հրյան գանչեց, կրնա փրկվել։ Գիտեսնենք շեշտը ուր է, եթե հատվածը գարտանք։ Նույն հատվածի մեջ Պողոս Արաքյալ գսե, վասնզի եթե քու փերնովդ Հիսուսը դեր խոստովանիս ու սրդիդ մեջ հավատաս, թե Աստված զանիգա մերենենը հարուցանեց, պիտի փրկվիս, ուրեմն հավատ կա սրդիդ մեջ, ուրիշ հերավորությունը փրկության մասին, որ խոսի Աստծո խոսքը մեզի։ Այդ համար ամեն բան չի ներկայացուց։ Բայց այս համարի մեջ մենք կտեսնենք, որ սրդի մեջ պետք է հավատ կլա, թե Քրիստոս քեզի համար մերավ, քեզի համար խաչվեցավ, քեզի համար հարուցանեց, կտեսնեք։ Ուրիշ հերավորություն, another dimension, որ քո էությունդ մեջ պետք է իրականանա, որովհետեւ ես որ ես փրկվեցա։ Գիտեք, Գործ Արաքելոցի մեջ գիշեք Պետրոս Արաքյալ կարոզ դվավ երկրորդ գլուխի մեջ եւ վերջավորության գիտեք ինչ գսե ժողովուրդը իրենց սրդին մեջ զղջացին եւ ասին եղբայրներ ինչ անենք։ Պետրոս Արաքյալը ասավ ապաշխարեցեք։ Հավացիկ ուրիշ հերավորություն մգտեցնենք, զղջում եւ ապաշխարություն։ Գիտեսնեք սիրելիներ, փրկության բատկեր ինչպես կրնանք լման դեսնել, երբ որ Սուրբ Գրքի ընդհանուր լույսին դակ կքննենք եւ ոչ թե մեկ համարով։ Եվ դժբախտաբար շատ անգամ շատ կլսեմ, եւ որ քարոզիչ մփամը կներկայացնե, բայց անիկա մեկ անգյունն է։ Մեկ բատկերն է, puzzle-ի մեկ գդորն է եւ անոր վրա գհիմնե իր վարդապետությունը։ Եվ դժբախտաբար ժողովուրդը կընդունի անիկա, որովհետեւ չի գիտեր, չի բրբդև, չի կներ Աստծո խոսքը եւ հավանություն ուտա թիմացինին։ Արդյոք Սուրբ Գրքի ընդհանուր հայտնության հետ համաձայն է, շատ կարեւոր է։ Մանավանդ խնդրի նյութերում մեջ պետք է քննենք սերներ, Աստծո ընդհանուր խոսքին իմաստությունը ինչ կխոսի մեզի, շատ կարեւոր է։ Գիտեք, Հակոբու Արաքյալ գսե, հավատքը առանց գործերու մեռած է։ Ես եթե այսօր քեզի ասեմ, դու միամ չես կրնա փրկվել հավատքով, պետք է նաև գործեր ունես, որովհետեւ փրկվես։ Բավարար չէ հավատքը։ Եվ քեզի ասեմ նայր, հավատքը առանց գործերու մեռած է։ Եվ դու հավատացիր անիկա։ Եվ ես սկսա գասկածելու, միգուցե փրկված չեմ, միգուցե այս բաները չեմ ներգոր, ինչ գործեր պետք է անեմ։ Եվ գրնամ քեզի շեղել ուրությամբ, թյուրությամբ։ Արդյոք այդ համարը փրկության մասին կխոսի։ Եփեսացիի մեջ Պողոս Արաքյալ ինչ ասավ։ Շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ ասիգա ցեզ մեջ է, այլ Աստծո մեջ է, ոչ թե ծեր գործերեն, որբեսի ոչ ոք արդարանա։ Մեկ վարյան այս համար ուրիշ բան գսեմ էզի։ Սերն ամեն բան պետք է գշրենք եւ իր դերը տնենք։ Պողոս Արաքյալ գխոսիր փրկության մասին, փրկության հավատքին մասին, որուն վրա բամ ավելցնել պետք չէ։ Հավատքով կփրկվենք, որովհետեւ Հիսուս ամեն բան գարեց սերներ։ Ես մենք չենք կրնա պայմաններ ավելցնել փրկության վրա։ Այս բանը պետք է անես, նույնիսկ լավ բաներ պետք է օրական 1 ժամ աղոթես, այսքան Սուրբ Գիրք կարդաս, եկեղեցի երթաս, չէ Հիսուս բանը չավելցուց։ Անոնք հոգևոր կյանքի բդուղներն են։ Եվ Հակոբոս Արաքյալ ինչի մասին գխոսեր,
հոգևոր կյանքի մասին խոսեր, հավատքի մեր կյանքի մասին։ Դուք որ փրկված եք, պետք է ձեր կյանքը բդուղ դա։ Եվ եթե ոչ քննե, եւ նայր, եթե քո հավատքի կյանքը ճշմարիտ է, կհասկանանք տարբերությունը։ Գտեսենք ինչպես մեկ համարի վրա գրնաս թուն սխալ վարդապետություն հիմնել։ Եվ գիտեք իրականության մեջ երկու կերպ կա Աստծո խոսքի մոտենալու։ Առաջինը երբ որ դու կմոտենաս բարապ մտքով, փած մտքով եւ գարդոնես որ հատվածը քեզի խոսի։ Իսկ երկրորդը երբ դու քո մտքիդ մեջ բան մգա եւ գուզես անիգա գարտալ հատվածի մեջ։ Եվ ոսը որ դարբերությունը շատ անգամ ուսուցիչներու եւ քարոզներու մեջ։ Շատ անգամ մարդիկ գուզեն իրենց միտքը գարտալ հատվածի մեջ։ Եվ ոչ թե արդոնեն որ հատվածը իրենց խոսի։ Եվ անոր համար գխառնվի շատ անգամ գաթը։ Եվ քեզի համար գուտա, բայց իրականության մեջ իր միտքն ալանոր մեջ դրած է։ Սո ինչ կլաուն գաթը գխառնվի։ Եվ եթե մենք իմաստություն չունենք, չենք երթար Աստծո խոսքին ընդհանուր լույսին դա քննելու, կրնանք համոզվել եւ առնել։ Եվ այսօր չեմ ուզեր խոսել անոր հետևանքերուն մասին, որ եթե դու գլսես բանը եւ չես քննել եւ գառնես, կհավատաս ինչ անոր հետևանքը, անի հետևանք ունի սիրելներ, որովհետեւ դու պատասխանատու ես լսելս։ Այդ անձը անշուշտ պատասխանատու է իր անձին, բայց դու որ գլսես, դու պատասխանատու ես։ Այսօր բանը գառնենք սիրելներ, բանը իմաստությունը գառնենք դերոջը խոսքեն։ Եվ ոչ թե միան երբ պատկամ գլսես սիրելներ, նույնիսկ եթե բանը գսերդես, նյութը գսերդես, նայր ընդհանուր Աստծո խոսքը ինչ կսե անոր մասին։ Նայր ուրիշ համարներ, ուրիշ անգյուններ կփանան քեզի, ուրիշ համոզումներ կուտան քեզի, եւ քովի փեր եւ նայր Աստծո խոսքին իմաստությունը ընդհանրապես ամփոփչական պատկերը քեզի ինչ կսե։ Ամեն։ Ուրեմն առաջինը քննե, եթե Սուրբ Գրային է։ Եվ ինչպես կքննես, եթե Սուրբ Գրային է, նախ նայր, եթե հիշված է, երկրորդ, եթե կհագասե Սուրբ Գրային ճշմարտություններով եւ երրորդ, եթե Սուրբ Գրքի ընդհանուր հայտնության հետ համաձայն է։ Երկրորդ բաժինը այն է, որ նայր, եթե խոսքի մեջ հոգի եւ կյանք կա։ Հիսուս ինչ ասավ Հովաննուի մեջ, այն խոսքերը, որոնք ես ցեզի կխոսիմ, հոգի եւ կյանք են, չէ՞։ Ոչ թե միան Սուրբ Գրային են, ոչ թե վարդապետականորեն միան ճիշտ են, ոչ թե միան չեն հագասեր Աստծո խոսքին հետ, բայց անոնց մեջ ինչ կա, կյանք կա եւ հոգի կա։ Եղած է որ լսած ես պատկամը, որ 100% ճիշտ է, ճիշտ պատրաստված է, ճիշտ մեկնություն ունի, ճիշտ համարներ օգտագործած է, բայց բանը գսկաս որ բանը չի տվավ քեզի։ Զորություն չի գար, իշխանություն չի գար, կյանք չի գար անոր, մեծ բարձրապես գիտություններ եղած է, ինձ հետ պատահած է։ Սենը բավարար չէ որ խոսքը ճիշտ լա ճիշտ մեկնաբանվի։ Անիգա լավ սկիզբ է, անիգա հիմքն է, that's the foundation։ Անորը չենք կրնար խաղալ։ Բայց նաև կարևոր է որ խոսքի մեջ լա հոգի եւ կյանք։ Որովհետեւ Աստծո խոսքը կյանք կուտա, չէ՞։ Անորոք մենք գոցենք Աստվածաշունչ, Աստված կուքա եւ շունչը գտնե այն խոսքի մեջ եւ այն խոսքը որ քիրեր կյանքի կվերածվի։ Եվ ինչպես կրնանք քննել թե հոգի եւ կյանք կա խոսքի մեջ։ Մի քանի գեդեր գուզեմ իշել։ Առաջինը նայր եթե անոր մեջ հայտնություն կա։ Արդյոք խոսքի մեջ հայտնություն մգար, այն անձը որ կպատրաստե քարոզը, արդյոք անիգա հայտնություն արած է դերոճմեն։ Ինչ է հայտնությունը։ Ինչպես որ հիշես է այն խոսքն է որ Աստված կգենթանացնե եւ այդ պահուն քեզի կխոսի այն խոսքի միջոցով եւ այն քիրը կյանքի կվերածվի։ Այն պահուն այն բահն է որ այն խոսքը գուքա եւ գլուսավորե քո միտքդ։ Սիրտ կփանա եւ անոր մեջ իրականությունները մեջտեղ գանե։ Հոգևոր իրականության մասին կխոսիմ ներքին սիրելներ։ Եվ երբ որ մեկը այն հայտնությամբ կխոսի քեզի, այն խոսքի մեջ դարբեր զորություն կլա։ Որտեւ անիգա նաեւ քեզի պիտի թվի, եթե քու սիրտ բաց է։ Հրամա շատ կարևոր է, որ մեկը
Եթե գուզե քարոզել, եթե գուզե ուսուցանել, շատ կարևոր է որ նայենք անոր մեջ հայտնություն կա, ոչ թե բարձավես գիտություն է։ Մարդ միան հացով չաբրիր գսե Աստծո խոսքը։ Այլան խոսքով որ Աստծո բերնեն գելլե, ոչ թե ելավ, գելլե ներգային։ Դեր այսօր գխոսի մեզի։ Ոչ թե միան խոսեցավ, եւ մենք կգարտանք որպես պատմություն, այսօր դեր այս խոսքը որ գրնաս գարտալ տուն, եւ իր ներգայության մեջ յենաս այն խոսքը կգենթանանա։ Խոսքը գխոսի եւ քու մեջը թամը կփոխվի։ Ամեն։ Ամրոցներ կկագվին, սրդեր կփոխվին։ Արդյոք խոսքի մեջ հայտնություն կա, շատ կարևոր։ Երկրորդ, արդյոք այն խոսքը խոսողին կյանքեն եւ էությունեն կփոխի։ Գիտեք, ասիկա երկրորդ մագարտակն է, որովհետև երբ որ մեկը հայտնություն կառնի դերոճմեն եւ կսկսի ապրելու այն խոսքը, անիգա իր մե մասնիկ մը կդառնա, իր անցեն բաժին մը կդառնա։ Գիտեք, Հիսուս խոսքը ներգսե Հովանի մեջ, որ եկավ եւ մարմին հակվեցավ, չէ՞։ Երբ որ դերոճ խոսքը մեր մեջ կմարմնավորվի, այնադեն երբ որ դու խոսիս այն խոսքը անոր մեջ դարբեր զորություն կլա։ Նույնը չէ, երբ որ դու բամը սերդազես եւ փոխանցես, կրնա օգտակար դառնալ, բայց երբ այն խոսքը քու կյանքեդ բաժին մնե, երբ սիրո մասին խոսես եւ դու սիրո մեջ կգալես, անիգա դարբեր զորություն կուտա։ Երբ շնորհքի մասին խոսես եւ դու շնորհքի մեջ կգալես, անի դարբեր զորություն կուտա։ Անոնց Հիսուսի համար գսային, ով է այս մարդը, որ իշխանությամբ կխոսի, ինչու, որովհետեւ այն ինչ որ կխոսեր, իր մեկը փխեր։ Ոչ թե միան իր սերդողութենն կփխեր, բայց իր անցեն կփխեր, իր կյանքեն կփխեր, իր անձնավորութենն կփխեր, իր սրտեն կփխեր, իր էությունեն կփաժնեկցեր եւ անոր համար անոր մեջ զորություն կար։ Եվ անոր համար շատ անգամ գրնալը մեգում մտիկ կնես, որ չես ճանչնալ, հազարավոր կիլոմետր հեռու են, չես գիտեր իրեն կյանքը, բայց եթե անիգա Գաբրի այն խոսքը, որ քեզ կփոխանցի, անիգա դարբեր գզարն է քեզի։ Ինչպես անգլերեն մեջ կսեն it hits different. Դարբեր զորություն կա անոր մեջ։ Գիտեք որքան խորքերեն գուկա մարդուն, որքան մարդուն խորքերեն գուկա խոսքը, այնքան խորքերու գերտա։ Որքան խորքերեն գուկա այս խոսքը, որ կփոխանցեմ, նույնքան խորքերու գրնամ տպտիլ այսօր։ Բայց եթե խոսքը մտքեն է, միա մտքին գերտա։ Ուրեմն երկրորդ նայր, եթե այն խոսքը իր կյանքեն կփխի, իր էությունեն, թե ոչ։ Գիտեք, առաջին եկեղեցին գրնար ավելի թյուրին գիտնալ այս մեկը, որովհետև Գաբրիել ուսուցիչին հետ, հովիվին հետ։ Այսօր հազարավոր քարոզիչներում դի կնենք չեն գիտեր իրենց կյանքը։ Չէ՞։ Չես գիտեր։ Թեմին վրա կդեսնես եւ վերջ։ Անորմալ բադասանադություն է սիրելներ մեզի համար։ Իսկ երրորդը սիրելներ, երրորդ վերջին գեդը թե նա եթե խոսքը Սուրբ Հոգին առաջնորդված է։ Գիտեք, ես կրնամ շատ հայտնություններ արել դերոջը, բայց արդյոք այսօր դերը ինչ կուզե ինձ խոսել ցեզի։ Այսօր դերը ինչ ունի ասելիք ցեզի։ Որտեւ ես չեմ գիտեր այսօր ով իդիկա, ես չեմ գիտեր մարդոց սրդերը, ես չեմ գիտեր այսօր ինչ է ծեր գարիկը, բայց դերը գիտե։ Եվ եթե ես գենամ դերոջը արջևեսեմ դեր, ինչ կուզես խոսել այսօր ժողովրդին։ Անոր բդու դարբեր բիդելա։ Եթե ես դերոջը ցայնը լսեցի եւ մդիգրի եւ անիգա կարոսեցի, անոր բդու դարբեր բիդելա։ Չէ՞։ Ուր է 1 հոգի օրտնվի, ուր է 10 հոգի օրտնվի։ Գիտեք, երբ նոր ուխտի մեջ կգարտանք, կտեսնենք, որ աշակերտները մի Սուրբ Հոգին հետ կգալային։ Ուր որ Սուրբ Հոգին չէր ցկեր չէին երթալ։ Գիտեսնեք, Բողոսի գսե շատ դեղեր արկիլեց։ Եթե Բողոս Արաքյալ մդիկ չներ երթալ, կարոզել, մեկը պիտի օրտնվեր, վստահ։ Բայց ուր է 100 հոգի օրտնվեր, ուր է 1 հոգի օրտնվեր։ Ինչ է դարբերությունը, որովհետև դերոջը ցանը լսեց եւ հոն քնած։ Իսկ քարոզի բարական այն է, որ դերոջը ցանը լսեց եւ քարոզեց այնինչ որ դերը այսօր գուզեր խոսիլ ժողովրդին։ Կսկանք դարբերությունը։ Շատ անգամ լսած եմ նույնիսկ քարոզիչներ փեմին վրա խոստովանած են, որ դերը
նույն բահուն որ խոսի արդեն գսկան որ դերը գփոխե ուղղությունը խոսքին որտեղ Սուրբ Ոգին ուրիշ բան կդեսնի այդ բահուն ուրիշ բան ուրիշ ուղղությամբ կդեզանել եւ Երանի այն քարոզիչին եւ ուսուցիչին որ մտիկ կնե Սուրբ Ոգին ցայնը եւ անոր ընդմեջեն գարաշնորթվի որտեղ դերը գիտե եւ գուզե բանը ասելի ժողովրդին ամեն ուրեմն նայր եթե խոսքի մեջ հոգի եւ կյանք կա սիրելիս նայր եթե անոր մեջ հայտնություն կա նայր եթե անիգա իր կյանքեն ու այութենեն կփխի եւ նայր եթե անիգա Սուրբ Ոգին առաջնորդված է Սիրան ինչպես հիշեցի այսօր շատ ցայներով շրջված վատենք շատ կարևոր է մեզի այսօր արթուն լալ սկաստել լալ եւ քննել թե ինչ կլսենք շատ կարևոր է սիրաները եւ մանավանդ Աստծո խոսքին ուսուցումի մասին խոսում Աստծո խոսքին քարոզության մասին խոսում այսօր չեմ խոսիր ավելի փորձառություններու մասին ինչպես պիտի քննենք Եկեղեցական ասենք գործունեություններու մասին, ծառայություններու գերբերու մասին, անիկա քիչ մդարբեր մոդեցում ունի։ Ես անոր վրա այսօր չեմ գտնանալ։ Օրը գնանք անոր մասին խոսել, ինչու՞ չէ։ Ինչպես այն բաները պիտի քննենք, եթե փորձառությունը մեկը փոխանցես, ինչպես կրնամ ես քննել։ Երբ պետք է թադողություն անեմ, երբ ոչ։ Գամ ծառայությունը դեսա որ ինձ համար խորտ է։ Ինչպես պիտի քննեմ, ինչպես պիտի գիտնամ, ասի դերոճմենը այս գերգամ ոչ։ Անոր մասին չեմ խոսի։ Այսօր ես հիմնական դերոճը խոսքին ուսուցումին եւ քարոզումին մասին կխոսեմ, որ հիմնականն է։ Եվ ես եւ թուն պատասխանատու ենք այն ինչ որ գլսենք սիրելիս։ Եվ դերը գուզե որ այսօր մենք մեր անձերը դերոճը խոսքի մեջ պատրաստենք եւ ավելցնենք։ Միշտ չէ որ հովիվիտ վրա պիտի վստահես։ Չես կրնալ միշտ հովիվիտ վրա վստահել։ Դերը գուզե որ մենք զինենք մեր անձերը դերոճը խոսին իմաստությամբ, որովհետեւ մենք կարենանք զանազանել, երբ ամեն գլսենք, ամեն։ Դերը իր հոգի մեր մեջ շալ դրավ, չէ՞։ Ոչ թե միան քարոզիչին, ոչ թե միան հովիվին, ոչ թե միան երեցի մեջ, յուրաքանչյուրս դերոճը հոգին ունենք, յուրաքանչյուրս դերոճը խոսք ունենք, եւ անոր իմաստությունը գրնա մեր մեջ բնագիլ, եւ ես եւ թուն սկաս կգենանք եւ կքննենք դերոճը խոսքը։ Եթե ես եւ թուն դերոճը խոսքին իշխանություն ամեն բանը վեր գտնենք։ Ամեն սերան այսօր բան մարենք դերոճմեն։ Եկեք մեր գլուխները խոնարեցենք, բահմա աղոթքի մեջ լանք։ Երկնավոր Փառք կուտամ քեզի այսօրվա համար։ Շնորհակալ ենք խոսքիդ լույսին եւ իմաստության համար, որ այսօր մեր աչքը բացիր դեր։ Գիտենք, որ վերջին օրերու մեջ կաբրինք դեր։ Եվ խոսքը դժբախտաբար այսօր խառնված է դեր։ Շատ անգամ անխարտախ չի անիգա, բայց խարտախված է դեր։ Եվ այսօր գուզես սկաստացնել մեզ դեր։ Եվ ուղղել քո խոսքիդ քնության եւ իմաստության դեր։ Այսօր օգնե յուրաքանչյուրիս դեր, որովհետեւ չդարուփերվինք դեր ամեն տեսակի հոսանքները եւ հոգեվոր ցայները, որ գլսենք։ Հերու գամոտ այսօր օգնե մեզ դեր իմաստության պատլեցուր։ Որբեսի գիտնանք ինչ որ քեզ մե է եւ ինչ որ քեզ մեջ է ինչ որ զուտ է եւ ինչ որ խառնված է դեր եւ առնենք այն ինչ որ քեզ մե եւ մերժենք այն ինչ որ քեզ մեջ է դեր որտեւ մենք գուզենք քեզի հետևել դեր քու ճշմարտությանդ եւ գուզենք քու խոսքդ ամեն բանը վերցնել դեր այսօր շնորհ կրամեզի դեր ները նույնիսկ եթե շատ անգամ ավելի հավանություն տվենք խոսողին քան քու խոսքի դեր այսօր գուզենք խոսծվանել եւ խոնարհությամբ գնալ քո արժեվդ Եվ դեր օգնե որբեսի ճշմարտության մեջ գալենք որբեսի խոսքը սերդենք բրբդենք եւ քիտնանք դեր թե ինչ է այն ինչ որ թուն գսես ինչ է քո խոսքդ ինչ է քո գարձիկդ ինչ է քո իմաստությունդ ինչ է քո լույսդ դեր այն նյութի մեջ այսօր դեր իմաստությամբ լեցուր մեզ հոգիով լեցուր անգամ եւս դեր եւ բաց մեր աչքերը բաց մեր հոգեվոր սկայարանքները որբեսի սկանք գիտնանք ինչ որ քեզ մե եւ ինչ որ քեզ մեջ է դեր որբեսի երբեք չարին արիդ չիդանք մեր կյանքի մեջ որբեսի ներմուծե դեր սխալ ուսուցումներով սխալ վարդապետություններով ամեն թուր կոչենք չարին արչև դեր որբեսի միան քու հոգիդ կորձե մեր կյանքերում մեջ մեր հոգիներում մեջ մեր սրտերում մեջ դեր եւ միան ճուն փարավորվիս դեր Փառք քեզի դեր այսօր
Այս բոլորը Հիսուս Քրիստոսի անով խնդրեցինք։ Ամեն։ Տեր օրհնեց ձեզ։